Նախագծով առաջարկվում է վավերացնել համաձայնագիրը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 24-ին Երևանում։ Համաձայնագիրը մշակվել է տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության սկզբունքների համաձայն։ Համաձայնագրով կանոնակարգվում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը։ Համաձայնագիրը ունի երկու հիմնական նպատակ. բացառել եկամուտների կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորող պետությունների միջև փոխադարձ առևտրի եւ ներդրումների վրա, ինչը հնարավորություն է տալիս խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար, եւ երկրորդը ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ, քանի որ այն համարվում է միջազգային պայմանագիր, ունի գերակայություն ազգային օրենսդրության նկատմամբ եւ ի տարբերություն ազգային օրենսդրությունների շատ ավելի քիչ է ենթարկվում փոփոխությունների կամ չի փոփոխվում։ Համաձայնագրով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների, շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները եւ դրույքաչափերը, այլ կերպ ասած, համաձայնագրով երկու իրավազորությունների միջև իրականացվում է հարկման իրավունքի վերաբաշխում։ Երևի թե կարճ այսքանը, եթե սրա հետ կապված ավելի մանրամասնելու կարիք կլինի, սիրով կարող ենք մանրամասները ներկայացնել, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան։ Այստեղ համաձայնագրի կից տեղեկանքի մեջ նշված է, որ համաձայնագրի վավերացումը այլ հավասար պայմաններում կարող է հանգեցնել պետական բյուջեի եկամուտների նվազեցման։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ առկա չեն։ Այս մասը, որ խնդրեմ կպարզաբանեք, ինչի կարող բերի սա եկամուտների նվազման։ Հիմնական միտքը նրանում է, որ եթե նախկինում կրկնակի հարկում էր իրականանում, այս դեպքում կրկնակի հարկում չի տեղի ունենա, եթե օրինակ մյուս երկրում հարկերը վճարվել են, ապա Հայաստանում այդ չափով հարկերը չեն վճարվի, եւ հիմնականում սա է, բայց բնականաբար իր հետ հիմնական նպատակը գործարար ակտիվություն ապահովելն է, որը ներդրումների խթանման համար կարող է կարևոր նախապայման հանդիսանալ, նաև Հոնկոնգից Հայաստան ներդրումներ իրականացնելու հետ կապված, որը այս պահին չենք կարող ավելի ճշգրիտ կանխատեսումներ անել, դրա համար է այս միտքը գրված, եթե ես ինչ-որ բան սխալացի, չէ։